Շնորհակալություն հարգելի պարոն Վարդան, հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցման համար ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև հարակից օրենքներում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերի ընդունումը բխում է 2023-26 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության 5-րդ գնահատման փուլի շրջանակներում առկա հանձնառություններից։ Նախագծերով առաջարկվում է բոլոր այն պաշտոնյաների դեպքում, որոնց նշանակումը կամ առաջխաղացումը կատարվում է առաջխաղացման շրջանակներում իրականացում է բարեվարկության ուսումնասիրություն, վերջիներիս առաջխաղացման կամ նշանակման դեպքում բարեվարկության ուսումնասիրությունների եզրափակիչ մասը լինի հրապարակային։ Նախագծով նախատեսվում է, որ փոփոխությունները պետք է հանգեցնեն նշանակումների առավել թափանցիկությանը, ինչպես նաև բարձրացնեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական բնույթի եզրակացությունների դերը նշանակումները կատարելիս։ Ըստ էության բովանդակային փոփոխություն առաջինից երկրորդ ընթերցման շրջանակներում տեղի չի ունեցել, սակայն առաջարկում ենք անցումային դրույթների մեջ փոփոխություն նախատեսել, մասնավորապես առաջարկում է հստակեցնել նախագծերի անցումային դրույթները, նախատեսում է, որ նախագծերի կարգավորումները տարածվեն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարկության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների վրա, այսինքն այն ընթացիկ ուսումնասիրությունները, այն ուսումնասիրությունները բարեվարկության, որոնք կլինեն ընթացիկ օրենքը ուժի մեջ մտնելու պահին, դրանց վրա չտարածվեն, այսինքն դրանց եզրափակիչ մասերը չհրապարակվեն, քանի որ բացի հրապարակման պահանջից նաև այլ կարգավորումներ է նախատեսված այս նախագծով, որ մինչև եզրակացության վերջնական կազմումը անձը ում վերաբերյալ բարեվարկությունը ստուգվում է ավելի ակտիվ մասնակցություն պետք է ունենա եզրակացության կազմանը իր դիրքորոշումը ներկայացնի եզրակացության նախագծի վերաբերյալ այնուհետև նոր եզրակացությունը կազմի, հաշվի առնելով, որ ընթացիկ ուսումնասիրություններով այդ երաշխիքները արդեն իսկ կարող է տրամադրված չլինեն, նախատեսվում է, որ կարգավորումները գործեն միայն նոր նշանակվելիք ուսումնասիրությունների համար, որոնք արդեն ամբողջ ծավալով նախատեսված փոփոխությունները տեղ կգտնեն այդ ուսումնասիրությունների շրջանակներում։ Շնորհակալություն։ Հարցեր հիմնական զեկուցողին։ Կարճ էլի, որ պարզ լինի, այսինքն հետադարձ ուժ չունի բոլոր այս պահին ումը բարեվարկություն ուսումնասիրում են, երբ որ օրենքը կընդունվի ժամկետի մեջ կմտնի, նոր հենց լինի, նոր դրա վերաբերյալ եզրակացությունը կկազմեն։ Այո, մեր առաջարկվող փոփոխությունը հենց կանում է դրանում, որ երբ որ օրենքը մտնի ուժի մեջ, դրանից հետո, երբ որ X անձի բարեվարկությունը ուսումնասիրելու ուսումնասիրություն կսկսվի, նոր այս նորմերը գործեն։ Արձագանք։ Անկոչյան, այդուհանդերձ ես ձեր դրությամբ նույն հարցը տամ էլ, բայց այլ կոնտեքստում։ Եթե օրինակ բարեվարկության գործընթացը, բարեվարկության ստուգման գործընթացը սկսվել է 3, ինչ ենք փոխում մեջը, որ մենք ըստ էության մի բան ենք փոխում նախագծի մեջ։ Մենք ասում ենք, որ եզրակացության եզրափակիչ մասը պետք է հրապարակվի։ Ինչ ենք ավելացնում բովանդակային առումով, որ էապես կարա օրինակ ազդի սուբյեկտի դիրքորոշման վրա կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիրքորոշման վրա։ Ասեմ, մենք եւս մի կարևոր բան ենք փոխում նախագծով, մի նախքան եզրակացության կազմելը, եզրակացության նախագիծը պետք է տրամադրվի անձին, ում բարեվարկությունը ստուգվում է, այդ փուլում անձը իրավունք է ստանում առարկություններ, դիրքորոշումներ ներկայացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը հաշվի առնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր վերջնական եզրակացությունն է կազմում
եւ ներկայացնում անձին եւ նշանակող մարմին։ Այս փուլը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ։ Այսինքն հիմա էլ կարող է զուտ աշխատանքային որոշակի հարցումներ կատարվեն անձին, բայց դա նախատեսված չէ օրենքով։ Իսկ մենք այս փոփոխությամբ օրենքով հատուկ նախատեսում ենք, որ նախագիծը նախ պետք է ուղարկվի անձին, հնարավորություն տրվի իրեն դիրքորոշում, առարկություններ ներկայացնելու, իր տեսակետը ներկայացնելու եւ դրանից հետո նոր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր եզրակացությունը տալիս է։ Հիմա քանի որ ընթացիկ ուսումնասիրությունների շրջանակներում հնարավոր է այս երաշխիքը արդեն իսկ տրամադրված չլինել, ավելի նպատակահարմար գտանք, որ այս կարգավորումները գործեն նոր նշանակվող ուսումնասիրությունների համար։